Կարմիր գյուղ Գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում։ Գյուղը նախկինում կոչվել է Ղուլալի։ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի 1940 թվականի հունիսի 1-ի հրամանագրով վերանվանվել է Կարմիր գյուղ։ Գյուղի երկարությունը հյուսիսից հարավ 4200 մետր է, իսկ լայնությունը արևելքից արևմուտք 1200 մետր։ Կարմիր գյուղը մայրաքաղաք Երևանից գտնվում է 102 կիլոմետր հեռավորության վրա։ Համայնքը զբաղեցնում է 488 հեկտար տարածք, իսկ համայնքի ընդհանուր մակերեսը կազմում է 3532 հեկտար։ Հատակագիծը անկանոն է, երկարավուն տեսքով։ Ռելիեֆը ընդհանուր առմամբ հարթավայրային է, գտնվում է ծովի մակարդակից 1975 մետր բարձրության վրա և համարվում Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերից։ Մասնատված է առանձին հատվածների, որոնք իրարից բաժանված են զառիթափ լեռնալանջերով։ Շրջակայքը հարուստ է բազալտի և ավազի հանքերով, որոնց պաշարները գործնականում անսպառ են։ Գյուղի միջով հոսում է Գավառագետը, որը գյուղը բաժանում է երկու մասի։ Սևանա լճից գտնվում է 6 կիլոմետր դեպի արևմուտք, Գավառ քաղաքից 4 կիլոմետր հարավ։ Գյուղը սահմանակից է հարավից Սարուխան և Լանջաղբյուր գյուղերին, արևմուտքից Գանձակին, իսկ հյուսիսից Գավառ քաղաքին։ Տարածքի ամենաբարձր կետը Կողի գլուխն է, որն ունի 2178 մետր բարձրություն։ Ղուլալիի բնակիչների նախնիները ներգաղթել են Էրզրումի նահանգի Բայազետի գավառից 1830 թվականին 140 ընտանիք 709 բնակիչներով, որոնցից 361-ը տղամարդ, 348-ը կին։ Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների, Կարմիր գյուղի մշտական բնակչությունը կազմել է 4964, առկա բնակչությունը 4399։ 2022 թվականի հունվարին բնակչության թիվը հասել է 6033-ի։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները ներգաղթել են Բայազետի գավառի գյուղերից։ Դժվար է ասել, թե երբ է հիմնադրվել նոր Բայազետից դեպի հարավ-արևել գտնվող Ղուլալի անվանված այս տարածքը, սակայն ավերակների, գերեզմանակարերի, խաչքարերի արձանագրությունները վկայում են, որ այն հնագույն բնակավայր է եղել։ Գյուղում գտնվել է Արտաշես առաջինի սահմաքար, արամեերեն արձանագրությամբ։ Արամեերեն արձանագրությամբ սահմաքարերից մինչև այժմ գտնված 6-ից 5-ը հայտնաբերվել են Գեղարքունիքում։ Կարմիր գյուղը 15-րդ դարից եղել է Գեղարքունիքի մելիքներից Փիրհամզայի տոհմի նստավայրը։ Անշուշտ, անմտություն կլինի կարծել, թե գյուղը որպես բնակավայր գոյություն է ունեցել հենց այս շրջանից։ Նոր Բայազետի վրա գերիշխող բլրի վրա այսօր էլ պահպանվում են ուրարտական Խալդի աստծուն նվիրված ամրոցի մնացորդները, որը կառուցվել է Ռուսա առաջինի օրոք։ Գյուղի հայկական հին անունը մոռացվել է։ Եղած նյութերով վերականգնել հնարավոր չի։ Ըստ մի ձեռագրի 1664 թվականին գյուղը կոչվել է Ղուլալի, ինչի մասին վկայում է գրեցավ ի երկիրս գեղամա, ի գյուղս, որ կոչի Ղուլալի արձանագրությունը։ Տաթևի վանքի ձեռագրերում պահպանվել է մի փաստաթուղթ, ըստ որի Գեղարքունիքի մելիքներն ու տանուտերերը 1513 թվականին եկել են Տաթև, քանի որ Գեղարքունիքը գտնվել է վանքի թեմի կազմում։ Վավերագրերում հիշատակվող Մելիք Փիրհամզայի նստավայրը ըստ արձանագրությունների և խաչքարերի գրությունների եղել է Ղուլալիում։ Այստեղ է եղել նաև Փիրհամզայի գերդաստանի գերեզմանատունը։ Գյուղի բնակչությունը զբաղվել և այժմ էլ զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, երկրագործությամբ։ 1976 թվականին գյուղը գազաֆիկացվել է։ Կարմիր գյուղն ունի 2 միջնակարգ դպրոց, 1 մանկապարտեզ, բուժամբուլատորիա, երաժշտական դպրոց, գրադարան և 2 նախակրթարան։ Նախկինում գյուղում արդյունաբերություն չի եղել։ Եղել են ձիթաններ, ջրաղացներ, դուքաններ։ Պահպանվել է ջրաղացներից մեկը իր նախնական վիճակում, որը գործում է ըստ անհրաժեշտության։ Այժմ գյուղն ունի հացի կոմբինատ,
որը հիմնադրվել է 1968 թվականին և Ուլպայի արտադրամաս։ 1958 թվականին գյուղում շահագործման հանձնվեց գորգի ֆաբրիկայի շենքը, որտեղ աշխատում էին մոտ 600 գորգագործներ։ Համաշխարհային ճանաչում ունեն ֆաբրիկայի արտադրած Վան, Գյումրի, Լոռի, Այգեստան, Կարս, Զանգեզուր և այլ գորգերը։ 1996 թվականին ֆաբրիկան սեփականաշնորհվեց և անվանվեց Հայր և որդի Ենգոյաններ սահմանափակ պատասխանատվության ընկերություն։ Գյուղն ունի բազում արհեստավորներ՝ հյուսներ, որմնադիրներ, դերձակներ, բրուտներ, դարբիններ, սափրիչներ, ոսկերիչներ, կոշկակարներ և այլն։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, եկեղեցի, մատուռ, Կիկլոպյան ամրոցի ավերակներ, խաչքարեր, գերեզմանոցներ, դամբարաններ։ Առաջին անգամ հիշատակվում է 1654 թվականին։ Կարմիր գյուղի տարածքում կան բազմաթիվ պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ։